Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի միտահավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սահմանադրական դատարանը 6 օր քննելով քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում կայացրեց դրանք մերժել, ինչից հետո ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը վերցնում են մանդատները։ Ձեզ համար սպասելի էր։ Մենք շոկի մեջ եմ, ոչ մի կանխատեսելի բան տեղի չի ունենում Հայաստանի քաղաքական դաշտում ամեն շատ զարմանալի տարօրինակ իրար հաջորդականությամբ իրադարձություններ լինում։ Ես ճիշտն ասած սահմանադրական դատարան որոշման կուզենայի անդրադառնալ, մի քիչ առաջ հրապարակվել ես փորձեցի այստեղ գալ առաջ ամբողջությամբ կարդալ, բայց քանի որ ծավալը 193 էջ է, դա շատ բարդ էր մանրամասն ծանոթացած լինելը, հպանցիկ եմ ծանոթացել եւ շատ հետաքրքիր էր, որովհետեւ ես նախ դիմումներն եմ ամբողջությամբ կարդացել, որովհետեւ սահմանադրական դատարան բացառություն արեց եւ այս անգամ դիմումները հրապարակեց իր կայքում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ծանոթանալու, հետո ամբողջ ընթացքն էին նայել եւ իմ տպավորությամբ սա բանը շատ միտումնավոր նույնիսկ թույլ դիմումներ էին եւ թույլ բաներ հատուկ պարտվելու մտադրությամբ եկած բաներ էին, քաղաքական թիմեր էին եւ փաստաբաններ ըստ երևույթին, բացառությամբ երևի մի քանի դրվագի հատուկ ոնց հրանային, էլի հատկապես ներողություն ընդհատում եմ կանաչապատում հուակի աշխատակիցների կողմից քաղաքացիական պայմանագրի պաստառը փակցնելը որպես վարչական ռեսուրսի հիմք ոչ միայն դա, իրական շատ բաներ էին արել, օրինակ որ մտածում ես իրանք վարչական ռեսուրս են դիտարկել, ընդ որում սահմանադրական դատարանում դրան անդրադարձում էր երևի տրամաբանությամբ, տրամաբանությամբ ես զգում էի, երբ որ լսում էի, օրինակ առողջապահական ապահովագրության համակարգը ներդնելը որպես վարչական ռեսուրս դիտարկելը, ինչա ենթադրում սահմանադրական դատարանից, երբ որ ասում են վերացրու խնդիրները, որոնք գոյություն են ունեցել եւ նոր հավասար հնարավորություններով ընտրություն կազմակերպի, նշանակում է վերացնել առողջապահական ապահովագրության ռեֆորմը եւ նոր ընտրություններ կազմակերպել, բան, որ սահմանադրական դատարանը իրավունք չունի անելու։ Կամ օրինակ, որ ասում են, երբ որ Թրամփը կամ Վենսը հայտարարել են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, դա անհավասար պայմաններ է ստեղծել։ Սահմանադրական դատարանը խնդրում եմ քեզ հավասար պայման, ոնց պետք է սահմանադրական դատարան մտնի մարդկանց ուղեղների մեջ եւ հիշողությունից ջնջի, որ Թրամփը աջակցել է Նիկոլ Փաշինյանին, կամ այդ տրամաբանությամբ, եթե օրինակ պայմանական սահմանադրական դատարան որոշի, որ արտաքին դերակատարներից որևէ մեկի հայտարարությունը հիմք է նոր ընտրության համար, նոր քվեարկության համար, դա նշանակում է, որ ամեն վերաքվեարկության ժամանակ մի արտաքին դերակատար հայտարարություն կանի եւ Հայաստանը կընկնի անվերջ այդ վերաքվեարկությունների ցիկլի մեջ, նման պահանջներ դնելն է տրամաբանական։ Բայց ինչ շատ հետաքրքիր էր սահմանադրական դատարանի արձագանքը այն հարցին, որ գիտեք, երկու ուժ Հանրապետություն եւ դեմոկրատիա օրենքարգապահություն ուժերը ասում են, որ այդ ընտրակաշառքները խոչընդոտի ժողովրդի ազատ կամ արտահայտմանը եւ դրան սահմանադրական դատարանը շատ կանխատեսելի ասում էր, որ այդ դատավճիռներ չկան, հետեւաբար չեն կարող պնդել, որ իրանք մեղավոր են, սահմանադրական դատարանի ֆունկցիա չի կատարելու։ Մինչդեռ այն մնացած ուժերը 3 ուժերը կամ 3-4 առնվազն այս պնդումը անում էին, նույնիսկ նրանք, որոնց անուններ չի հիշատակվում ընտրակաշառքի մեջ, ասում են, որ երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն մեր անունը տալիս է, ասում են ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցները փող են բաժանել, մեր վարկանիշը դրանից ընկնում էր։ Դրա համար մենք չհաղթեցինք, որովհետև հակակոռուպցիոն կոմիտեն հակաքարոզչությամբ էր զբաղված, չնայած ինքը չեզոք ինստիտուտ պետք է լինի։ Արկի մենք, ես չգիտեմ, լսել են քաղաքացիները, թե չէ, ես ամբողջությամբ լսել եմ թե արձագանքները, թե մնացած բաները, բայց սահմանադրական դատարանը շատ հետաքրքիր դիտարկում է անում, որը ես չեմ լսել, կարծես դատավարության ընթացքում, ինքը գրում է, որ ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները ոչ մի անգամ այս ամբողջ ընթացքում, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն իրենց մասին հաղորդագրությունները տարածում, ոչ դատապարտել են,
այդ ընտրակաշարքի երևույթը ոչ հայտարարել են, որ իրանք դրա հետ ոնց որ դրանց հետ կապ չունեն, ոչ հորդորել են քաղաքացիներին զերծ մնալ իրենց անունից ընտրակաշարքի բաժանման, այսինքն իրանք որպես քաղաքական միավոր չեն միջամտել, ասել Ժորժ ջան, ոնց որ այդ մեր անունից ընտրակաշարքա բաժանում չվերցնեք, դա մենք չենք, չվերցնեք եւ մեզ չքվեարկեք, ով որ կվերցնի մեզ մի քվեարկեք, որովհետեւ մեզ պետք չեն այդ ձայները։ Սա կլիներ քաղաքական հայտարարություն եւ քաղաքական արձագանք, որից կարող է իրենց վարկանիշը բարձրանալ։ Օրինակ, եթե իրանք տենց են կարծում են, որ այն մյուսից իջել է, բարձր որ շատ բարդ է իմը ասել, ավելի շատ ընտրակաշարքներ դրական թե բացասական ազդեցություն են ունեցել իրենց ձայների վրա, բայց ուզում եմ ասել, դիտարկումը շատ հետաքրքիր է սահմանադրական դատարանում, որովհետև ես չէի ֆիքսել, հա, այդ իրանց բանը արձագանքը, որ իրանք ասում են մեր համակիրներին ձերբակալում են, մեր շտաբի պետերին ձերբակալում են, մեր կուսակցությունից արդեն բոլոր համակարգողներին ձերբակալել են, ուղիղ խխվելով նրա վրա, որ դա իրենց աջակիցներն են փաստորեն։ Այս ուժերի հետ ինչպիսի խորհրդարանական աշխատանքներ է սպասվում ըստ Ուրախ։ Սամվել Կարապետյանը երեք հայտարարել է, որ հանրահավաք լինելու է մի անգամ, բայց թե երբ չի նշել, ըստ ձեզ ուրեմն ունի փողոցային պայքարի ռեսուրս թե ոչ։ Իսկ թվում է արդեն եղել է հանրահավաքը, այդ համանդրական դատարանի նիստի առաջի օրը ուժեղ Հայաստանը հանրահավաք էր հրավիրել եւ եղավ վերջացավ, հայտնի ռեպորտաժ է հանրահավաքից, որտեղ հարյուրավոր քաղաքացիների գործից ազատելու մասին ֆակտոր թիմին պատրաստել են, իսկ թվում է դրանից հետո էլ հանրահավաք չեն ուզում անել, դե կլինի էլի, չգիտեմ, ոնց էր ինչ արձագանք եմ թող անեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Ըստ ձեզ ինչու նա հենց այս պահին հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ես կարդացել եմ քննչական կոմիտեի հաղորդագրությունը շատ բարդ բառերով եւ բարդ նախադասություններով, որ մի կերպ եմ հասկացել ինչա տեղի ունեցել ճիշտն ասած, եւ կուզենայի մարդերենի դառնալ վարկային լեզվի վերափոխել ինչ տեղի ունեցել։ Ըստ երևույթին 22 թվականից սկսած Հայաստանում Գագիկ Ծառուկյանի կառավարած բիզնեսները պայմանավորվել են Իրանում խոշոր բիզնեսի հետ, միմյանց հետ լոգիստիկ առևտրային ինչ-որ կազմակերպություն ստեղծելու, որը ապրանքաշրջանառություն կկատարի Հայաստան-Իրան, միգուցե նաև երրորդ երկրներ։ Եվ այս պայմանավորվածության մեջ թղթաբանությունը եւ ինչ որ ներդրումներ Հայաստանի կողմն հայկական բիզնեսն է իր վրա վերցրել, իսկ Իրանի գործարարները մեքենաներն են տրամադրել, այդ կերպ ասած, այդ ֆուրերը ենթադրում են, որտեղ 52 տրանսպորտային միջոցի մասն է խոսվում, լոգիստիկ շղթայում ենթադրում են 52 հատ ֆուր, որ պետքա բեռնափոխադրումները իրականացնել այդ մեքենաներով, եւ որ այդ մեքենաները եկե հասել են այստեղ, որտեղ կազմակերպություն կարծես թե այստեղ է հիմնադրված իրենց հիմնադրման վայր, թղթերը փոխել է այս հայկական գործարարի, հայկական կողմի գործարարը փոխել է եւ ներմուծված մեքենա է ձևակերպել ու վերավաճառել է։ Այդ մեքենան վաճառել է, ոչ թե ներդրել է բիզնեսի մեջ, այլ վաճառել է։ Եվ խաթարել է իրենց այդ ընթացքում, այդ 2 տարիների ընթացքում տարբեր բաներ, որ պետք է ծառայեին բիզնեսին, դերը որպես վաճառքի բան է, որտեղ չի կարող ինքը երևակայություն չունի, դա գործի մեջ դնի, գործից բանանի եկամուտ ստանա, ստացել է դրանից սովորական վաճառքի ապրանք վառելիքից մեքենաներից։ Ես սա եմ հասկացել քննչական կոմիտեի հաղորդագրությունից, ըստ երևույթին Իրանի գործարարների կողմն է, որ ինքը զգացել է, որ փոխանակ բիզնես անի, ինչ որ իրան թալանում են, հա, կողոպտվում է այդ ընթացքում եւ ահազանգ հնչեցրել, սա ըստ երևույթին միջազգային հանցագործություն է, ինչու այս պահին ենթադրում եմ, որովհետեւ այս պահին ամբողջական տվյալները բացահայտվել, եթե հիշում եք, Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին, եթե չեմ սխալվում, ուզում էր Հայաստանից դուրս գալ եւ սահմանապահները թույլ չտվեցին, բայց այն ժամանակ խոզարկությունները չսկսվեցին, ենթադրում եմ դեռևս քննչական գործողություններ էին կատարվում եւ այս պահին արդեն բացահայտվել է ուրիշ ոնց որ բան չունեմ ասել, բայց կուզենայի էլի ուզում էի անպայման բացատրել ինչա տեղի ունեցել, որ մարդիկ պատկերացնեն ինչ մախինացիայի մեջ է ներգրաված, ընդ որում ես կարծում եմ սա ամենաշատը պետք է մտահոգի Հայաստանի գործարարներին, որովհետեւ իրանց գործարար համբավն է վնասում մարդիկ ուրիշ երկրների գործարարները ասենց ընկալում կարան ձևավորեն, որ Հայաստանի գործարարները գցող են շարժի դրանց հետ աշխատել եւ սա ամենամեծ վնասն է, թերևս որ հասցրել է Գագիկ Ծառուկյանը Հայաստանի այդ գործարար
ոլորտին այս գործողությամբ, քան մնացած բոլոր հարակից բաները։ Սամվել Կարապետյանը փորձել էր պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ ասել էր, որ Ծառուկյանը գլխավոր ներդրումներ անողներից է եւ նշել, որ մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել։ Մինչեւ ընտրությունները իրենց էին ներկայացնում, որ արևը չի ծագում առանց ուժեղ Հայաստանի եւ մայր չի մտնում, հիմա էլ ներդրումներ անողներ չկան, միայն Ծառուկյանն է, հա, փաստորեն ներդրում արել մեր երկրում։ Հետաքրքիր է, որ սրանից մի քանի օր առաջ դատարանի ճանապարհին Սամվել Կարապետյանը ասաց, որ շուտով երկու մեծ գործարան են բացելու, ինչ են բացելու, բացմանը հրավիրեց բոլոր լրագրողներին։ Ենթադրում եմ Սամվել Կարապետյանը շատ ինտենսիվ կերպով ուրիշ երկրներից իր բիզնեսները տեղափոխում է Հայաստան եւ սա մի տեսակ չի բռնում այն իր բանի հետ, այս վերջի հայտարարության հետ, որովհետեւ ակնհայտորեն Հայաստան բիզնես միջավայրի համար ապահով տեղ է, իրանք խելամիտ է տեղափոխվել Հայաստան բիզնեսներ տեղափոխել Հայաստան ոչ միայն այն իմաստով, որ քաղաքական առումով ազատ է, այլ նաեւ որովհետեւ Հայաստան ես վերջին երկու օր առաջվա տեղեկություններով գիտեմ, որ Կալուգայում բենզին չկա եւ հանրային տրանսպորտը կանգնած է, այսինքն ամբողջ բանն է, էլի բիզնես միջավայրը կարող է խաթարել դա եւ խելամիտ որոշումը տեղափոխվել Հայաստան, մանավանդ երբ որ ինքը մի ներդրումային ծրագիր ուներ այդ Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը պետությունը գնում է Իրանից, գնման միջոցով է գերակաշրջանը, չէ՞, ինքը գիտի, որ այստեղ օրինականություն կա, էլի խլելու պրակտիկաներ, բաներ, որին որից ինքը մտավախություն կարող է ունենալ չկա, այսինքն գնում է Իրանից եւ ամեն ինչ ընթանում է տրամաբանության եւ այդ օրենսդրության շրջանակում եւ խելամիտ բանակալ։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ երբ որ հետի գործընթացը սկսվեց մի տարի առաջ, երևի սրանից էլ առաջ էր, ավելի վաղ քան հուլիս ամիսը, հա, երբ մենք հիմա խոսում ենք մայիս, ապրիլ ամիսներին, ասում եմ, որ Հայաստան որևէ մեկը, որևէ միջազգային ներդրում, որևէ պետություն, որևէ բան չի ցանկանա ներդրում անել եւ դրանից հետո երբ որ ամիսներ անց թրիփ նախագիծը հաստատվեց, որ մեծ ներդրումային նախագիծ է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում, Միացյալ Նահանգների գործարարների կողմից այդ թվում պետության օժանդակությամբ, իրանք ոնց որ մոռացել էին այդ մասին, որ Հայաստան ոչ ոք ներդրում չպիտի աներ եւ նաեւ եթե դատարանը թույլ տա Սամվել Կարապետյանի տեղաշարժումի փոքր տնից դատարանի հատվածից մի քիչ էլ ընդարձակել կարա գնա Կոտայքի մարզ եւ տեսնի Հայաստան կառուցված նոր գործարանը արհեստական բանականության, որի ոնց է շարունակականություն է ենթադրում եւ այդպես շարունակելի, որ օտարերկրյա ներդրումների մասին ցուցանիշների հրապարակող ես չեմ վիճակագրական կոմիտեն ամեն տարի հրապարակում է էկոնոմիկայի նախարարությունն այնպես։ Ինչու ընդդիմադիր առաջնորդներից որևէ մեկին մենք չտեսանք ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի դատարանի դիմաց այդ բողոքի ակցիաներին եւ ինչ չեն կարողանում կիսել, հա, որ այդ միասնության օրակարգի շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարել։ Իսկ ընդդիմադիր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ որտեղ գնացել է, ինչ որ մեկին աջակցել է, ես ուզում եմ այս հայտարարություն կար, որ աջակցում են քաղաքական հալածանքներից բանին Գագիկ Ծառուկյանին, հայտարարության վրա ուշադրություն դարձնում 6 կուսակցություններ, եթե չեմ սխալվում, բայց այնտեղ գիտեք ինք ոնց էր գրած բանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը եւ Մայր Հայաստան կուսակցությունը, երբ որ գալիս է Գագիկ Ծառուկյանին աջակցելու հապահը, իրանք դառնում են 6 հատ կուսակցություն, երբ որ ընտրություններին մասնակցելու ժամանակն դրանք ներծծվել էին Բարգավաճ Հայաստանի մեջ, հետաքրքիր աջակցելիս խի չեն ներծծվել եւ շատ հետաքրքիր ու ուշագրավ էր, որ ուժեղ Հայաստան կուսակցություն չէր ստորագրել այդ հայտարարության տակ, թե ինչ չեն կարողանում կիսել, ոնց էր ասել, հաղթանդամ մարդ, հաղթանդամ եւ ուժեղ մարդ են անդրկա մասնակցի իշխանապողության ծրագրերին, հաղթանդամ եւ ուժեղ մարդիկ ինչ չեն կարողանում իրար հետ կիսել, չեմ կարող ասել, բայց հետաքրքիր է, որ ուժեղ Հայաստան չէր միացել այդ հայտարարությանը, որը մի 6 թե 7 կուսակցություն, որոնցից կեսը առնվազն հենց նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է տարածել էին։ Խոսենք նաև համացանցում մեծ աղմուկ հանած Գագիկ Ծառուկյանի այս առյուծների եւ վագրերի արգելավմանը, խնդրեմ ձեր կարծիքը այս մասին։ Դուք մոռացաք եւս 9 կոկորդ Նեգոսյան կոկորդիլոսներին 2 տարեկան, որոնք ոնց է ուշադրությունից դուրս մնացին, որովհետեւ դեռ չեն տեղափոխվել Գազանանոց, նոր պետքա տեղափոխվեն։ Ես հույս ունեմ, որ այդ կոկորդիլոսները նույնպես այնց բանի ժամանցի նպատակով էին, ոչ թե արդեն որտեւ 9 հատը արդեն ինչ որ բանի էլի գործարանային թիվա ստացվում, հույս ունեմ այդ կոկորդիլոսները այդ ժամանցի համար էին, իրականում ես շատ տարօրինակ զգացողություններ ունեմ ամեն անգամ, երբ ինչ որ գործիչի բիզնես, քաղաքական, չգիտեմ ինչ հարուստ մարդկանց ձերբակալում, տնից կենթանիներ են դուրս բերում, որովհետև ես
մենք էլ կենթանիներ պահում տանը գյուղում, բայց նրանք շներ եւ կատուներ են էլի կամ ասենք հավեր լավագույն դեպքում, այս էկզոտիկ կենթանիներ, վայրի կենթանիներին տանը պահելու հետ կապված զգացողությունները շատ տարօրինակ են, որովհետեւ ես նաեւ հիշում եմ, որ սրանց տարիներ առաջ Մավել Գրիգորյանի տունն է խոսարկում, այնտեղից արջեր էին գտել ու այդ մրցավազ ես վախենում եմ, որ ինչ որ մեկի տանից դինոզավր կգտնես, ասեմ։ Ես չգիտեմ ինչ մեկն է, բայց ես չգիտեմ մարդիկ ինչ ոնց է այդ ժամանցի վրա դրական ազդում էլի, երբ որ դու տանու վայրի կենթանի ես սպահում։ Անդրադառնանք նաև Նարեկ Կարապետյանի մի քանի հայտարարություններին, այնտեղ երևի իրենց աջակիցները ասել են, թե ինչի եք մանդատները վերցնում, գնում եք ձեզ համար հարմար տեղ եւ այլն, նա ասում է, որ վիրավորականը ձեր մոտ այն վստահությունը պիտի չլիներ, որ մտածված են անում իրենց գործարարությունը թողնում են մարդիկ, որ գնան նստեն, դա ուղղակի տոմս է դեպի կալանավայր, այս տեսակ բաները։ Հա դա ենթադրում է, որ ինչ-որ բան ունի, հանցագործություն ունի արած եւ մտածում է, որ շուտով նաեւ կալանավայր է գնալ, չնայած հույսն է, որ այնտեղ կոնե զուտ քաղաքական գործիչներ, որոնք կարան տարօրինակ եւ տափակ լինել, բայց գոնե քաղաքական մաքուր քաղաքական գործիչներ կլինեն, ոչ թե հանցագործներ, հույս ունեմ, որ այդ թիմերում կլինեն, ինձ հետաքրքիր է, որ ման նախորդ օրը էլի մոտավորապես նման հայտարարություն Լևոն Քոչարյանն էր արել, որ ոնց որ մենք մանդատի կարիք չունենք, մանդատը բան է, այդպես ինչ որ մի տաժանակիր աշխատանք է եւ այլ sense հայտարարություններ արել, որ մենք որպես պատիժայելի, ոչ թե որպես պարգև մանդատը, բայց ես հիշում եմ, որ որպեսի Լևոն Քոչարյան մանդատ ստանա, մի 20 հոգու ստիպել են մանդատից հրաժարվել դիմում գրել այն ժամանակ Հայաստան դաշինքից, որտեղ ինքը 50-րդ համարն էր, դրա համար հիմա 10 են դրել, որ եթե ասենք քիչ մարդու պահանջ էին էլի այդ դիմումները գրել, որպեսզի ինքը այդ քրեական գործի վրա կարողանա դուրս գալ կալանավայրից եւ գալ խորհրդարան։ Իր համար մանդատը ծառայել է անդամը Վահան այդ քրեական գործից պաշտպանվելու, որ կալանքի տակ չմնա եւ ինքը դրա համար ստիպել են, բառից իմաստով ստիպել են մի քանի տասնյակ մարդու դիմում գրել եւ հրաժարվել մանդատից, որպեսզի ինքը կալանքի տակ չմնա, ունեց որ իրանց այդ բան, այդ սեթեվե թանքը, չեմ ուզում դիր ջեպս այդ մանդատը բան, ինչ որ սեթեվե թանքը որևէ արժեք չունի ու ես կարծում եմ իրանք պետքա բան անեն, էլի հաշվի նստեն են հանգամանքի հետ, որ իրանց հայ ժողովուրդը ասել է գնացեք աշխատեք ընդդիմություն։ Ես ուրախ չեմ այդ կապակցությամբ, որ հայ ժողովուրդը իրանց է դա ասել, բայց իրանք պետք է այդ գործը իրանց վրա վերցնեն, էլի, որտեղ իրանց է դա ասել ժողովուրդը։ Եվ նախընտրական ժամանակահատվածում հենց նույն Նարեկ Կարապետյանը երևի ամենօրյա ռեժիմով խոսում էր 300,000 ադրբեջանցիների գալու մասին, վախեցնում էր քաղաքացիներին, դե տեսան դա չաշխատեց, հիմա էլ հայտարարում է, որ իշխանություններին քարտ բլանշ է տված, որ Հայաստանը սարքեն եւս մեկ Ուկրաինա։ Հիմա այս տեսակ բաներով են սկսել վախեցնել։ Դե իրական այդ խոսակցությունը ավելի վաղուց է սկսել։ Ես հիշում եմ, որ երբ որ Հայաստանը հապկի հետ կապված որոշումներ էր կայացնում, դա տարիներ առաջ 22 թվականին նույնիսկ, այսքան 3-4 տարի առաջ շատ քաղաքական գործիչներ, որոնք հիմա բանեն բոլորած են ուժեղ Հայաստանի շուրջը, այսինքն նույն շրջանակի քաղաքական գործիչներ ասում էին, որ եթե չեք ուզում Բելարուս կստանաք Ուկրաինա, Հայաստանի ժողովրդին սպառնալով, որ մեր ճանապարհը բելարուսացումն է։ Մենք հայաստանյան քաղաքական գործիչներս եւ իշխանություն կրող քաղաքական գործիչները, ովքեր պատվիրակված են դրա համար, մենք ասում ենք, որ մենք ոչ մի ճանապարհով չենք գնալու։ Եվ այս տարիների փորձը ցույց է տվել, որ հնարավոր է ոչ արճակատման, ոչ էլ ամբողջությամբ ներծծման ճանապարհով գնալ ու այս հարցում իրենց հակադարձելու բան չկա, իրենց հակադարձելու բանը աշխատելն է, մենք աշխատենք եւ ցույց կտանք, երբ որ տարիներ առաջ մեզ ասում են, որ հեսա բանա Հայաստանը եթե հապկային ստորագրության կհիշեք, այդ հապկի հայտարարության տակ չստորագրեց, այն որ եկել էր Երևան, ասում էր գնանք բան անենք, մշտադիտարկենք ձեր սահմանները, մենք ասում ենք մեզ մշտադիտարկող պետք չի, մեզ բանը սպորտ ռազմական դաշնակից է պետք, այդ հայտարարության տակ որ չստորագրեցիք, հեսա դառնում եք, հեսա դառնում եք, ու այս խոսակցությունները նոր չեն։ Մենք մեր աշխատանքով ցույց ենք տվել, որ հնարավոր է բալանսավորել արտաքին քաղաքականությունը ու պատրաստ ենք շարունակել դա ցույց տալ։ Վարչապետի այցերը վերջին շաբաթվա ընթացքում Իրան, Ռուսաստան, մեր հյուրընկալած պատվիրակությունները
Իրանից, Եվրամիությունից ցույց են տալիս, որ այդ բալանսավորման քաղաքականությունը աշխատում է։ Եվ մենք շարունակել ենք այդ ուղղությամբ աշխատել, ես վստահ եմ, հիմա շատ ավելի վստահ եմ, որ մեր մոտ արդյունավետ է ստացվելու այս ուղղությամբ շարժվելը, քան սրանից տարիներ առաջ, երբ որ մենք նոր էինք սկսում այս վերնագրի ներքո քաղաքականություն վարել, հիմա մենք ձևերը գիտենք, մենք կարողանում ենք բալանսավորել մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։ Եվ կարող ենք ասել, որ հենց այս արտահանումների ֆոնին, երբ Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակումներ մտցրեց մեր ապրանքների արտահանման վրա, Եվրամիության աջակցության այս ֆոնին հասկացանք, որ կոտրվեց այդ միֆը, որ մի երկրից է կախված Հայաստանի փրկությունը։ Դե կարող ենք նաև այդպես ձևակերպել, բայց ես համարյա վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես ինչ-որ պահի, երբ որ միակ աղբյուրն է հարաբերությունների, դա որպես պատիժ օգտագործել հեշտ է, բայց երբ որ շատ աղբյուրներ կան, բնականաբար ինքն էլ կուզենա լինել մասնակիցը այդ դիվերսիֆիկացված քաղաքականության, ինչ-որ պահի նորից կստուգեն մեր իրանց այդ սանիտարական մարմինները, մեր ապրանքները եւ էլ չեն գտնի հին բլոճներին եւ ոնց որ ինչ-որ ստանդարտների մեջ կլինեն։ Բանի համաձայնության կգանք էլի ոնց ես չեմ հավատում որ ռուսական շուկան հավերժփական լինելու հայկականի համար եւ սա ես ճիշտն ասած հիշում եմ բանի ժամանակ բենզինի ժամանակ հիմա գիտեք որ տարածաշրջանում ամենաերժան բենզինը կարծես թե Հայաստանում գոնե 2 օր առաջ ամենապես մեր երկրի վրա ինչպես վարչապետը նշեց չազդեց այդ մի 2 օր առաջվա դրությամբ այդ էր ոնց որ ցույց տալիս իրավիճակը որ նայում ենք մնացած երկրների բենզինի գներին որովհետեւ ինչ որ դե նաեւ արտահանման ներմուծման բան կա օրինակ շատ մեծ ներմուծում է սկսել Ղազախստանից բան ֆիզիկական իմաստով հա մարդիկ անցնում են Ղազախստան Ռուսաստան մեքենաներ լցնում հետ են գալիս եւ դա ազդել է ղազախական բենզինի շուկայի վրա, այսինքն նույնիսկ այդ իմաստով տատանումներ կան, Հայաստանը քանի որ 11 երկրից բենզին է ներմուծում, դա Հայաստանի վրա չի ազդել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ կար ժամանակ, երբ որ մենք կախված էինք, երբ որ մենք չունեինք բենզին, որովհետև քիչ տեղից էր, մեկ տեղից էր, եւ ցանկացած իրադարձություն էական ազդում էր։ Հիմա 2 օր առաջ գրիմի մարզում բենզինը 1200 ռուբլի է դարձել, բայց Հայաստանում ոնց որ չի էական տեղաշարժ տեղի չի ունենում ու այն որ մենք բազմազանեցրել ենք աղբյուրները նաև այդ իմաստով ոնց որ հենց հաջորդ օրը Ռուսաստանի քաղաքականությունը բենզինի շուկայի հարցում այն ժամանակ էլի ամիսներ առաջ երբ որ ճանապարհը բացվեց հենց հաջորդ օրը փոխվեց վերաբերմունքը մենք դա տեսանք էլի նույն օրը հիշում եք բանի հաջորդ առաջի ցորենը ռուսական ցորենը եկել Հայաստան Ադրբեջանով այսինքն հաջորդ օրը իր վերաբերմունքը փոխվել է եւ ես վստահ եմ ինչքան ավելի շատ բազմազանեցված լինի մեր շուկան, այնքան ավելի կառուցողական կլինեն այն երկրները, որոնցից մենք մեծ կախվածություն ենք ունեցել։ Սա է բանաձևը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար